Չաշաշուլին վրացական ավանդական կերակուր է։ Չաշաշուլին մսով խաշլամա է։ Չաշաշուլի վրացերենից թարգմանաբար նշանակում է շոգեխաշած։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք չաշաշուլի։ Իսկ ավելի կոնկրետ չաշաշուլի մեր տարբերակը։ Չաշաշուլին մսով, կարելի ասել մսով եւ բանջարեղենով սոուս է։ Կսկսենք բանջարեղենից։ Գործի ենք դնում սիրելի ամանը։ Առաջարկում եմ պղպեղը, որ օգտագործելու ենք ճաշատեսակի մեջ, նախ խորովենք ջեռոցում, հետո նոր տապակենք։ Միացնում ենք ջեռոցը։ Ջեռոցը միացնում ենք գրիլ եղանակով 200 աստիճան, թող տաքանա եւ մշակենք քաղցր պղպեղը։ Կվերցնեմ 4 քաղցր պղպեղ։ Նախ տեղադրենք տախտակը։ Շատ մանր չենք կտրատում։ Քաղցր պղպեղը համեմում ենք մառանիկ ընկերության աղով, ցողում ենք Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայուղով, տակնու վրա ենք անում եւ շարում ենք ջեռոցի տապակի վրա փռած սիլիկոնե գորգի վրա, այդպես։ Հավասար տարածում ենք եւ ուղարկում 200 աստիճան տաքացրած ջեռոցը։ Թողնում ենք այնքան, մինչև խորովվի։ Անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը դա տավարի փափկամիսն է։ Հանենք այն ինչ մեզ կարող է պետք գալ։ Վերցրել եմ 600 գրամ տավարի փափկամիս։ Նախ թակում ենք փայտյա մուրճով, մի փոքր թող հյուսվածքները բացվեն մսի։ Կտրատում ենք միջին չափի խորանարդիկների եւ լցնում սիրելի ամանի մեջ։ Տախտակը եւ դանակ անմիջապես փոխենք։
մսակտորները եւս կցողենք Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայով մի քանի կաթիլ։ Կարելի արդեն կաթսան դնել կրակին։ Տաքանամ։ Իսկ մենք կհամեմենք միսը։ Միսը կհամեմ Մարրանիկ ընկերության ծովի աղով։ 4 պղպեղով։ Եվ չորացրած ուրցով։ Լավ խառնելուց հետո կլցնենք տաք կաթսայի մեջ եւ կտապակենք։ Խառնելով մսակտորների տապակում ենք այնքան, մինչև կեղև կապի։ Թող մնա տապակվի, բարբերաբար խառնենք։ Գործի ենք դնում տապակը։ Կրկին Սլոբոդա ապրանքանիշի բուսայով ենք լցնում և տապակում ենք գլուխսող։ Կվերցնեմ 2 միջին չափի գլուխսող, մանր կտրատում և տապակում ենք։ Սովորության համաձայն սոխը անմիջապես կհամեմեմ։ Ես դա միշտ եմ անում։ Միշտ սոխեռած պատրաստելիս համեմում եմ Մարրանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով, այդպես ավելի համեղ է ստացվում։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, գազարն է։ Կվերցնեմ 1 գազար։ Սա եւս կկտրատեմ խորանարդիկների։ Կառաջարկեմ կծու պղպեղ, կարմիր հալապենո, ովքեր չեն սիրում կծուն, այս քայլը բաց են թողում։ Ես կօգտագործեմ սերմերով, ես սիրում եմ կծու։
Կառաջարկեմ նաև ձիթայուղի մեջ պահածոյացված լոլիկի չիր, երկուս, 4, 5 հատ, 6 հատ, շատ եմ սիրում լոլիկի չիրը։ Եվ արագ փրկենք տավարի միսը։ Փոքր թող կարմրի եւ վրան կավելացնենք ջուր։ Եփենք արգանակ։ Ավելացնում ենք այնքան եռացած ջուր, որ մսակտորները ծածկվեն։ Եվ եփում ենք։ Կառաջարկեմ ընկույզ, իբրև համեմունք։ 40 գրամ ընկույզը հարիչի ամանի մեջ, ինչու է հարիչի մեջ, կտրատենք դանակով, ոչ շատ մանր կտրատում ենք, և մեկ կտոր կարակ։ Մոտ 50 գրամ, 30 գրամ։ Տեսնենք ինչ վիճակում է պղպեղը։ Ասեմ շատ ճիշտ վիճակում է։ Մի փոքր թող սառչի, որից հետո կտեղափոխենք տապակի մեջ։ Հավաքենք մսի քափը։ Լցնում ենք պղպեղը, այսպես բռնում ենք գորգից, զգուշորեն և դատարկում ենք։ Դե, քեզ ենք սպասում։ Լավ էր։ Հանգիստ տաք է, շատ տաք է, սխալվեցի։ Մոռացել է տաք է։ Գործով է ընկած և անուշադիր գտնվեցի, զգուշ եղեք։ Շարունակենք համեմել, կառաջարկեմ Մառանիկ ընկերության չորացրած ռեհան, և հատիկ սև պղպեղ։ Ինչու՞ չէ, կավելացնեմ նաև օրեգանո, չորացրած օրեգանո։ Քամում ենք միսը արգանակից։
Մսակտորները անմիջապես տեղափոխում ենք տապակի մեջ։ Ավելացնում ենք 2 ճաշի գթալ լոլիկի մածուկ։ Արգանակը շատ խիտ արգանակ էր ստացվել։ Բացի լոլիկի չրից եւ լոլիկի մածուկից կառաջարկեմ նաեւ թարմ լոլիկ։ Թարմ լոլիկ ավելացնում եմ վերջում, որ շատ չտրորվի։ 2 միջին չափի լոլիկ։ Հեռացնում ենք սրանց պտղակոթերը։ Կտրատում ենք միջին չափի խորան արտիկների։ Զգուշորեն տակն վրա ենք անում, վրան դնում ենք կափարիչ և մոտ 3 րոպե եփում ենք, թող համերը խառնվի։ Վերջում, երբ կրակը անջատենք, կավելացնենք թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կվերցնեմ համեմ։ Փոքր փունջ։ Վերջ, կանաչին կարելի ավելացնել նաև մատուցելիս, վրան կլցնենք, վերջ։ Չաշաշուլի։ Թասի մեջ լցնել ոչ մանր կտրատած քաղցր պղպեղ, համեմել աղով, ցողել արևածաղկի բուսայղով, տակն ու վրա անել, շարել ջեռոցի յուղաթուղթ կամ սիլիկոնե գորգ փռած տապակի վրա, ուղարկել նախապես 200 աստիճան տաքությամբ ջեռոց և գրիլ եղանակով եփել։ Տավարի միսը ծածկել տոպրակով, ծեծել։ Կտրատել միջին չափի խորանարդիկների, լցնել թասի մեջ։ Ցողել արևածաղկի բուսայղով, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ուրցով, լավ խառնել, կացայում տապակել այնքան, մինչև մսակտորները կեղև կապեն, ապա ավելացնել այնքան եռացրած ջուր, որ ծածկվեն։ Որոշ ժամանակ անց քափը հավաքել։ Հենց եփվի, ջրքամել, արգանակը մի կողմ դնել։ Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխ սող տապակել։ Համեմել աղով, շաքարավազով, սոդայով։ Ավելացնել մանր խորանարդիկների կտրատած գազար, հալապենո, ձիթայուղի մեջ մարինացված լոլիկի չիր, մանրացրած ընկույզ, կարագ, ջեռոցում եփած պղպեղը։ Համեմել չորացրած ռեհանով, սև պղպեղով, չորացրած օրեգանոյով։ Ավելացնել մսակտորները, լոլիկի մածուկ, արգանակը, խորանարդիկների կտրատած լոլիկ, տակն ու վրա անել, եփել մոտ 3 րոպե, մատուցելիս զարդարել թարմ համեմով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի միս, կարագ, կաթի, սերուցք, նուր, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։